Ողջույն, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Մեդպրեսն է։ Այսօր մեր հյուրի հետ խոսել ենք մի շատ կարևոր եւ հետաքրքիր հետազոտության մասին, որը կոչվում է դենսիտոմետրիա։ Մեր հյուրն է Մարգարյան ծննդատան բժիշկ ռադիոլոգ Հելենե Չոլոյանը։ Ողջույն բժշկուհի Հելենե։ Ողջույն։ Խոսելու ենք դենսիտոմետրիայի մասին։ Խնդրում եմ ասեք, թե ինչ է դենսիտոմետրիան եւ ինչը ախտորոշելու համար ենք այն օգտագործում։ Ուրեմն դենսիտոմետրիան դա ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը մեզ գրեթե 99% ճշգրտությամբ հնարավորություն է ընձեռում որոշել ոսկրերի հանքային խտությունը քանակապես եւ ախտորոշել օստեոպորոզ հիվանդությունը։ Օստեոպորոզ, ոսկրերի հանքային խտություն, խոսեցիք այս տերմինների մասին, կբացատրեք ինչ է օստեոպորոզը, ինչ են ասում ոսկրերի հանքային խտություն հասկանալով։ Օստեոպորոզը դա ոսկրերի քրոնիկ պրոգրեսիվող նյութափոխանակային հիվանդություն է, որի ժամանակ ոսկրերում նվազում է հանքային խտությունը, ոսկրերը դառնում են փխրուն եւ կոտրվելու ռիսկը բարձրանում է։ Օստեոպորոզը շատ լուրջ առողջապահական խնդիր է ողջ աշխարհում իրենից ներկայացնում, որովհետեւ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր վայրկյանը 1 տեղի ունենում 60 կանանց եւ տղամարդկանց մոտ 1 օստեոպորոզի կոտրվածք առնվազն եւ այդ կոտրվածքներից հատկապես ազրոսկրի վզիկի կոտրվածքից առաջացող հետևանքները շատ լուրջ են, այսինքն 20%-ը նույնիսկ ավարտում է մահով, իսկ գրեթե 40%-ը դառնում են հաշմանդամ։ Ուստի շատ կարևոր է վաղ ախտորոշումը օստեոպորոզի, բուժումը եւ այդ բարդությունների ժամանակին կանխումը։ Եվ արդեն այդ ժամանակ մեզ օգնության է գալիս դենսիտոմետրիան, որը համարվում է ոսկե ստանդարտ օստեոպորոզի ախտորոշման համար։ Իսկ ովքեր են այդ մարդիկ, որոնք հանդիսանում են ռիսկի խումբ օստեոպորոզի համար եւ ովքեր ցանկալի է, որ անպայման անցնեն այս հետազոտությունը կանխելու համար կոտրվածքների առաջացումը։ Ուրեմն ռիսկի գործոնները ընդհանրապես երկու խմբի են բաժանվում, որոնց վրա մենք կարող ենք ազդեցություն գործել։ Ռիսկի գործոններից, որոնց վրա մենք կարող ենք ազդել, դա ճիշտ առողջ սննդակարգն է, որը իր մեջ ներառում է կալցիումի եւ վիտամին D-ի բավարար ընդունումը, բարձր ֆիզիկական ակտիվությունը, ընկնելու հակումներ ունեցող անհատների մոտ կանխել այդ հակումները, ռիսկի խմբում են գտնվում ծխող անհատները, ալկոհոլի չարաշահումը, իսկ այն գործոնները, որոնց վրա մենք չենք կարող ազդել, դա իհարկե 60-անց տարիքն է, տարեկանից բարձր անձինք են, իգական սեռը, մենք գիտենք, որ օստեոպորոզով 5 անգամ ավելի հաճախ հիվանդանում են կանայք, քան տղամարդիկ, այո, պայմանավորված կանացի հորմոններով, դա ժառանգական գործոնն է, ռիսկի խմբում են գտնվում մի շարք քրոնիկ հիվանդություններով տառապող անհատներ, այդ թվում վահանաձև գեղձի մի շարք հիվանդությունները, առաջին, երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները, այնպիսի համակարգային հիվանդություններ, որոնք պահանջում են 3 եւ ավելի ամիս գլյուկոկորտիկոիդային բուժումներ, այո, ստամոքսային տրակտի մի շարք քրոնիկ հիվանդություններ, որոնք նաեւ ուղեկցում են կալցիումի ներծծման խանգարմամբ, այո, դա սեռական հորմոնների անբավարար քանակն է եւ ուղեկցող հիվանդությունները, իհարկե դա դաշտանադադարի տարիքում գտնվող կանայք են եւ այդ թվում նաեւ վաղ դաշտանադադարը եւ նաեւ վիրահատական դաշտանադադարը։ Այսինքն այն կանայք, ովքեր ունեցել են վիրահատություն, ես ենթադրում եմ, որ դվարանների հեռացման հետ է կապված, այդ վիրահատության հետ կապված, կամ ունեցել են վաղ դաշտանադադար, իրենք շատ մեծ ռիսկի խմբում են օստեոպորոզի։ Այո, քանի որ էստրոգենները մեծ դեր ունեն մեր ոսկրագոյացման, կանանց ոսկրագոյացման process։ Դուք բավականին մեծ խումբ նշեցիք այն ռիսկի խմբում գտնվող մարդկանց։ Իսկ դենսիտոմետրիայի հետազոտության համար անհրաժեշտ է հատուկ ուղղորդում, թե պացիենտ, ով իրեն այս ռիսկի խմբում գտավ, կարող է ուղղակի անցնել այդ հետազոտությունը։ Դե իհարկե մեծ մասամբ դենսիտոմետրիկ ռենտգենյան դենսիտոմետրիայի ուղղորդում են բժիշկները, ես նշեմ, որ օստեոպորոզը համարվում է մուլտիդիսցիպլինար հիվանդություն, որի հետ առնչվում են գրեթե բոլոր այո մասնագետները, դրանք օրթոպեդ վնասվածքաբաններն են, ողնաշարաբաններն են, ռևմատոլոգները, էնդոկրինոլոգները, նյարդաբանները, մանկաբույժները, կարող եմ նշել նաև իհարկե ուռուցքաբանները, որովհետև նաև ռիսկի խմբում են գտնվում ուռուցքով հիվանդները, որոնք ստանում են քիմիոթերապիա, ճառագայթային բուժում,
մի խոսքով շատ մասնագետներ են ուղղորդում դենսիտոմետրիայի եւ առնչվում ընտանեկան բժիշկները շատ կարեւորվում են նրանց դերը, այո, ընտանեկան անամնեզը, գենետիկ ֆակտորը հաշվի առնելով, այսինքն եթե ծնողներից մեկ ունեցել է օստեոպորոզով պայմանավորված կոտրված, այսինքն ժառանգական ֆակտորը մեծ դեր ունի եւ իհարկե այն անհատները, որոնք իրենք արդեն տեսնում են իրենց մոտ այդ ժառանգական այդ բոլոր ռիսկի գործոններից մի քանիսը, նրանք եւս կարող են դիմել եւ անցնել դենսիտոմետրիկ հետազոտություն, որտեղ դենսիտոմետրիան առանձնապես մեծ ճառագայթային ծանրաբեռնվածություն չունի, այո, մարդկանց վրա, ինքը մեծ ժամանակ չի պահանջում մեզանից, մոտ 15 րոպե է տևում ողջ հետազոտությունը, հատուկ պատրաստվելու անհրաժեշտություն չկա։ Իսկ դենսիտոմետրիայի ժամանակ ո՞ր հատվածներն են ուսումնասիրում եւ ինչի միջոցով են կարողանում ոսկրերի հանքային խտության մասին ինֆորմացիա ստանալ։ Ուրեմն հիմնականում դենսիտոմետրիկ հետազոտություն իրականացվում է այն թիրախատվածներում, որտեղ հաճախ տեղ են ունենում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները, դրանք գոտկային 1-ից 4 ողերն են, ազոսկրի վզիկի շրջանը եւ նախաբազկի ստորին երրորդականի շրջանը։ Հետազոտելով տվյալ հատվածները մենք ստանում ենք տվյալներ, գնահատում ենք ցուցիչներով օստեոպորոզի առկայությունը, ստանում ենք կամ կարող ենք ստանալ նորմա, միջանկյալ հատվածը դա օստեոպենիայի հատվածն է, որը իհարկե պետք է բժիշկները ուշադրության կենտրոնում դա ունենան, որովհետև ճիշտ է շատ լուրջ բուժումներ չի պահանջում օստեոպենիա այդ կարգավիճակը, բայց պետք է կալցիումի բավարար ընդունումը, D վիտամինի, ֆիզիկական ակտիվությունը, որպեսզի կանխենք հետագայում օստեոպորոզի առաջացումը, իսկ արդեն օստեոպորոզը դա կոնկրետ հիվանդություն է, որը ընթանում է հիմնականում առանց սիմպտոմատիկայի եւ մենք արդյունքում կարող ենք ունենալ կոտրվածքներ, հետո պարզել, որ կա օստեոպորոզ եւ նույնիսկ հաճախ ասում ենք, որ ոսկրը կոտրվում է, նոր ընկնում է անհատը, ոչ թե ընկնում է նոր է կոտրվում ոսկրը։ Իսկ դենսիտոմետրիկ հետազոտությունը կարելի է իրականացնել բուժման արդյունքները գնահատելու համար, իսկ պարբերաբար իրականացվող հետազոտություն է համարվում։ Այո, դենսիտոմետրիան նաեւ շատ կարեւորվում է օստեոպորոզի բուժման մոնիտորինգի համար, որովհետև երբ անհատի մոտ արդեն ախտորոշվում է օստեոպորոզ, բժիշկը տարին 1 ցուցում է կատարել կրկնակի հետազոտություն, որպեսզի գնահատենք բուժման էֆեկտիվությունը։ Օստեոպենիայի դեպքում եւս ցուցված է կատարել 1 տարի անց, իսկ նորմայի դեպքում 2 տարուց ոչ շուտ։ Իհարկե կան դեպքեր, երբ հիվանդները ստանում են հորմոնալ բուժումներ, քիմիոթերապիա, բժիշկը ուղղորդում է 6 ամիս անց հետազոտության, բայց ոչ 6 ամսից ոչ շուտ։ Հատուկ նախապատրաստում այս հետազոտության համար պետք է թե չկա դրա անհրաժեշտությունը։ Չէ, հատուկ նախապատրաստվելու անհրաժեշտություն չկա, ուտելու ռեժիմը կապ չունի, ուղղակի հիվանդը մոտ 10 րոպե անշարժ պարկում է եւ հագուստից պետք է բացառել մետաղական իրերի առկայությունը։ Իսկ ինչ որ մետաղական իմպլանտների եւ այլն առկայությունը դա հակացություն չի հանդիսանում։ Կան արդյոք հակացություն է, կան պացիենտներ, ում հակացուցված է դենսիտոմետրիկ հետազոտությունը։ Բացարձակ հակացությունը դա հղիներին չկատարել դենսիտոմետրիա եւ կերակրող մայրերին, հղիներին բացարձակ հակացում է, իսկ կերակրող մայրերին, եթե կա խիստ անհրաժեշտություն է կատարել դենսիտոմետրիկ հետազոտություն, մենք խորհուրդ ենք տալիս այդ օրվա կաթը ուղղակի չտալ երեխային, նախապես հավաքել, շատ հեղուկ խմել, այդքան է, ուրիշ հակացություններ չկան։ Իսկ երեխաներին կարելի է իրականացնել դենսիտոմետրիայի հետազոտություններ կան։ Այո, եւ հաճախ իրականացվում է բժշկի ցուցումով։ Կարելի է արդյոք կանխարգելել օստեոպորոզի առաջացումը։ Իհարկե դա շատ մեծ թեմա է եւ տպավորություն է, որ օստեոպորոզի կանխարգելումը պետք է սկսել արդեն մեծ տարիքում, հետդաշտանադադարային շրջանում եւ այլն, բայց իրականում պատկերը այնպիսին է, որ նույնիսկ ներարգանդային կյանքում պետք է սկսել այդ կանխարգելման գործընթացը, այսինքն հղին պետք է ճիշտ ծննդակարգով սնվի, բավարար քանակությամբ կալցիումը, որտեղ դա շատ կարևոր է ոչ միայն պտղի հետագա ոսկրային խտության համար, այլ նաև հենց հղի մայրիկների, որտեղ շատ հաճախ գալիս են հղիությունից ծննդաբերած կանայք, որոնց մոտ արդեն հայտնաբերվում է օստեոպորոզ եւ դա շատ լուրջ խնդիր է հետագա հղիության պլանավորման հարցում
Եվ այսինքն ստացվում է այնպես, որ արդեն ներարգանդային կյանքից պետք է սկսել ոսկրային առողջության մասին մտածել, սկզբում մայրը, հետո արդեն անհատը պետք է, որտեղ մենք ոսկրային զանգված պիկային հավաքում ենք մինչև 30-ից 35 տարեկան։ Այնուհետև յուրաքանչյուր տարի 1% մենք կորցնում ենք ոսկրային զանգված։ Այսինքն մենք ինչքան շատ հավաքենք այդ պիկային զանգվածը, հետագայում այդ կորուստը ցավալի չի լինի եւ կկանխենք օստեոպարոզի հետագա առաջացումը։ Իհարկե դա ինչ է ներառում իր մեջ, միշտ պետք է խոսել առողջ ապրել, այստեղ նորից գալիս է բոլոր ինչպես բոլոր հիվանդությունների հարցում, նաև ճիշտ սննդակարգը, բավարար ֆիզիկական ակտիվությունը, որը շատ կարևոր է, եւ իհարկե վնասակար սովորույթներից հրաժարվելը, որը մեզ կապահովի առողջ ոսկրեր ունենալու։ Եվ հաղորդման վերջում մեկ խորհուրդ մեր հեռուստադիտողին։ Սնվեք առողջ, եղեք ֆիզիկապես ակտիվ եւ հոգատարություն տածեք ձեր շրջապատող ծերերի հանդեպ։ Շնորհակալություն դոկտոր Չոլոյան։ Իսկ դուք հետևեք մեր բժշկի խորհուրդներին եւ եղեք առողջ։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։